Ուկրաինայի նախագահ Զելենսկու շրջապատում բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին օր-օրի ի հայտ են գալիս նոր սահմռկեցուցիչ մանրամասներ։ Այս պատմության մեջ հստակ երևում է Ռուսաստանի ձեռագիրը։ Կոռուպցիան Մոսկվան օգտագործում է որպես հիբրիդային զենք ներսից քայքայելու Ուկրաինայի պետական համակարգը, որը փորձում է կանգուն մնալ ռուսական կործանարար հարձակումների դիմաց։ Հայաստանի համար սա ուղիղ նախազգուշացում է։ Տարիներով մեր բանակի անվտանգության, էներգետիկայի, իսկ վերջերս նաև հեծի շուրջ բացահայտումներում տեսնում ենք կոռուպցիա, ռուսական ազդեցություն, փակ սխեմաներ։ Բարձր մակարդակի կոռուպցիան հատկապես բանակում եւ ռազմավարական ոլորտներում պետք է համարվի պետական դավաճանություն։ Կոռուպցիան սովորական հանցագործություն համարելով ինքներս ենք բացում ճանապարհը նոր պարտությունների դիմաց։ Ռուսաստանի ներգրավվածությունն այստեղ ավելացնում է լրացուցիչ վտանգ։ Հայաստանը մինչ այսօր կապված է ռուսական մի շարք նախագծերի հետ, ինչպես անվտանգության հարթակները, տնտեսական միությունները, երկաթուղին, էներգետիկ կախվածությունը։ Այդ կառույցների մի մասում տարիներով սնուցվել եւ շարունակում է սնուցվել նույն կոռուպցիոն մշակույթը։ Սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար միայն ներքին հարց չէ, դա նաև անվտանգային եւ աշխարհաքաղաքական ընտրություն է։ Որքան երկար ենք մնում ռուսական կոռուպցիոն ազդեցության այս գոտում, այնքան ավելի թույլ եւ խոցելի է մնում մեր պետությունը։ Եթե ուզում ենք իսկապես պաշտպանված Հայաստան, պետք է միաժամանակ կոտրենք եւ ներսի կոռուպցիան եւ արտաքին կախվածությունը այն համակարգերից, որտեղ կոռուպցիան դարձել է սովորական նորմ եւ ազդեցության գործիք։